Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Պետությունն ազգային ժողովի նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից կբռնագանձի 8 գույք 5 մեքենա 5.5 միլիարդ դրամ։ Ապօրինի գույքի բռնագանձման գործերով շրջանակում նրանից բռնագանձվում է 8 անշարժ գույք Երևանում 5 տրանսպորտային միջոց, 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք 1 միլիարդ 138 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք, 463 միլիոն 146 հազար դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ եւ 3 միլիարդ 980 միլիոն 583 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում։ Գլխավոր դատախազությունը ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից պահանջում է բռնագանձել 15 անշարժ գույք ավելի քան 6 միլիարդ դրամ, 5 անշարժ գույք Երևանում, 6 անշարժ գույք Ավշար գյուղում, 2 անշարժ գույք Ծաղկաձորում, 1 անշարժ գույք Սուրենավան գյուղում, 1 անշարժ գույք Ահարատում, 1 կառուցապատման իրավունք, 1 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն եւ ավելի քան 6 միլիարդ 76 միլիոն դրամ։ Գլխավոր դատախազությունը վառելիքներ կրող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք, որից 10-ը Երևանում, 4-ը մարզերում, Երևանում գտնվող 6 անշարժ գույքի գնման իրավունք, 6 տրանսպորտային միջոց, 4 իրավաբանական անձանցում մասնակցություն, 59 միլիոն 518 հազար դրամ։ Գլխավոր դատախազությունը հայկական ատոմային էլեկտրական կայան ընկերության կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից պահանջում է բռնագանձել 17 անշարժ գույք, որոնցից 13-ը Երևանում, 1 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, տրամադրված փոխառությունների ապօրինի մասի 325 միլիոն 195 հազար դրամ պահանջի իրավունքը, 430 միլիոն 380 հազար դրամ, 1 միլիարդ 91 միլիոն 682 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։ Ապրիլի 4-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի Գետափնյա փողոցի շենքերից մեկից գողություն է կատարվել, պարզվել է, որ բնակարանը պատկանում է Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Մարգարիտին, ով հայտնել է, որ ապրիլի 4-ին ժամը 8:50-ից մինչև 13:15 անհայտ անձը կամ անձը ինքնմուտքի դուռը բացելու միջոցով մտել են Գետափնյա փողոցի 86-րդ շենքի իրեն պատկանող բնակարան եւ ննջասենյակի պահարանի մեջ դրված զարդատուպից գողացել 7 կտոր ոսկյա եւ 4 կտոր արծաթյա զարդեր, պատճառելով 1 միլիոն 590 հազար դրամի վնաս։ Բարեկներն Արշակունյաց պողոտայում գողություն կատարելու եւ ապօրինի թմրանյութ պահելու օգտագործելու կասկածանքով ձերբակալել եւ Hyundai Magnishի ավտոմեքենայով հանդերձ համենքային ոստիկանության բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 35-ամյա վարորդին, ինչպես նաեւ 25 եւ 30 տարեկան ուղևորներին։ Բեռնախցիկում եղել են սպիտակ փոշենման հետքերով ապակյա կոլբա եւ ավտոմեքենայի 3 զույգ հայելի։ Ապրիլի 9-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդանի վարած Mercedes Sprinter եւ Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհերի վարած Opel Vectra Magnishի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդը Մհերը տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 9-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Սերոբ Գասպարյանի վարած Jeep Magnishի եւ Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Արկադիան Անյանի վարած Opel Magnishի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Opel-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 9-ին Երևանի բնակիչ 19-ամյա Էրիկը իր վարած Opel Magnishի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ծառերին եւ մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։ Վերջինս հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ապրիլի 9-ին Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Դավիթն իր վարած Toyota Magnishի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին։ Վարորդը տեղում բուժօգնություն է ստացել, ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ապրիլի 9-ին Երևանի Գայի պողոտայում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել եւ ընկել է կայանված 2 ավտոմեքենաների վրա։ Տուժածներ չկան։ Պարզվել է, որ ծառը շրջվել եւ ընկել է Ռուբեն Շեղոյանին պատկանող Opel Magnishի եւ Կարեն Պոյմուշակյանի վարած Toyota Magnishի ավտոմեքենաների վրա։ Ապրիլի 10-ին 23-ամյա Ժորան Mercedes Magnishի ավտոմեքենայով Աբովյանի սահմանադրության հրապարակում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհի մեջտեղում կանաչ գազոնում տեղադրված երկաթե գովազդային սյանը, տուժածներ չկան, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն նա վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
Օրերս համացանցում տեսանյութեր տարածվել, թե ինչպես է մի ավտոմեքենա երթևեկում մայթով, իսկ ուղևորը նկարահանում ընթացքը։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են մեքենայի մակնիշը, համարանիշը, ինչպես նաև վարորդի ինքնությունը։ Ապրիլի 8-ին օրինազանցը հայտնաբերվել է Երևանում։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ արտասահմանյան համարանիշներով Mercedes-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ապրիլի 9-ից 10-ին ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, մասնավորապես բացահայտվել է 37 դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու, 12 դեպք թմրանյութի հայտնաբերման, 6 դեպք անձնական ունեցվածքի գողության, խարդախության, հոգեկան ներգործության, 4 դեպք խուլիգանության, 3 դեպք գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2 դեպք աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթեր կեղծելու, պետական սահմանն ապօրինի հատելու եւ 1 դեպք խոշտանգման, վստահված գույքի հափշտակության, թմրանյութի իրացման, ծառերը թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության, սառըզենք կրելու, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու եւ ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել 4-ը, գրանցվել է զենգզինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք, անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։